քույրիկ, որի մետ կիսվում էր, այս խղճալի վիճակներ ներկայացնում։ Ինքը նաև իր ասածներին պատասխան էր տալի։ Ասում էր եղբայր ջան, ես գերի եմ, ես տրուկ եմ, այս վիճակներն է, ես գիտեմ ասում, հիմա դու պետք է ասես շատ աղոտ կար, ախր շատ եմ աղոթում։ Ինքը այդ սաղ ասում էր, որ ես էլ չասեմ։ Ուզում էր ասել դու այնքան ես ասել, որ էլ դրանք մի ասա, էլի թե ինչ որ ճանապարհ կանցի ցույց տուր։ Ես գիտեմ ասում, ամեն պետք է ասես շատ աղոթի, ախր գիշեր ցերեկ եմ աղոթում, եղբայր ջան, հնար չկա, Ուլի խոսում է իր ավիճան, ես գիտեմ ասում, պետք է ասես ծոմով աղոթի, տո ծոմով էլ եմ աղոթում, գիտես ինչքան եմ ծոմ պահում։ Ես գիտեմ պետք է ասես շատ սուրբ գիրք կարդա։ Գիշեր ցերեկ կարդում եմ, հնար չկա։ Այդ ինչ որ դու պետք է ասես, դրանք ես սաղ գիտեմ, դրանք սաղ անում եմ։ Հիմա ինչ անեմ, մի հատ ճանապարհ ցույց տուր։ Ճիշտ ասած, ես էլ ինչ որ պետք է ասես, այդ սաղ ինքը ասեց։ Հիմա ես էլ sense մտածում։ Այդ օրինակը սուրբ գրքում կա։ Եթե Պողոս առաքյալի մոտ չի ստացվի, այստեղ ոչ մեկ առաքյալ չեն։ Կա մեկը, որ իրան առաքյալ է կարծում։ Կա մեկը, որ Պողոս առաքյալի պես այսպես նվիրված է։ Սիրելիներ, եթե այս մարդը ուժասպառ է եղել, ուրեմն ինչ կա զարմանալու։ Ուրեմն դա սուրբ գրային է։ Թող սատանան չխաբի քեզ, որտեվ ես գիտեմ սատանան այդ ժամանակին չի ասում։ Նա ասում է, որ այդ բաները ինձ էլ է ասել, որտեվ դրա գործերը չգիտող չեն։ Ունակ ինձ ասում է, ախր ես քեզ ասում եմ, չէ՞ սկզբից, հավատքը քո խելքի բանը չի։ Ես քեզ ասում եմ, դու չես լսում։ Մեկը դու փրկություն չունես, դու պետք է դժոխք գնաս։ Ինչ կա չհասկանալու։ Աստծո պահանջները կատարել ես, ասում եմ, չէ։ Դե որ չես կատարել, դու ինչ իրավունք ունես այդ սուրբին մոտենալու։ Անկամ ինքնասպանության մտքեր էր գալի, անկամ չգիտեմ ինչեր էր գալի։ Դու մեկը պետք է դժոխք գնաս։ 10 տարի շուտ եթաս, թե ուշ եթաս, ուղղակի 10 տարի որ ավել ապրես, ավելի շատ մեղք գործես, ավելի շատ պիտի տանջվես։ Մենք չենք տեսնում, որ Պողոս առաքյալը գնաց մահվան։ Մենք չենք տեսնում, որ սատանային հանձնվեց։ Մենք չենք տեսնում, որ ինքը աշխարհ գնաց։ Մենք չենք տեսնում, որ Աստծո դատաստանները թափվա Պողոս առաքյալի գլխին։ Մենք ուրիշ բան ենք տեսնում։ Սատանայի մտքերին հակառակն ենք տեսնում։ Սատանան ասում է, որ հիսա Աստծո պատիժները պետք է գա քո գլխին։ 10 տարի դու հավատացյալ ես։ Բայց դու Աստծո պահանջները չես կատարի, Աստված քո հետ ոնց պետք է վարվի։ Ու ես մտածում եմ դատաստանին ինչ պետք է ասեմ։ Երևի իմ դատաստանը արդեն պետք է հիմիկվանից սկսվի։ Երևի էլ կարիք չկա սпасելու վերջի օրվան, ես այդ աստիճանի մեղավոր եմ։ Բայց սիրելիներ, մենք տեսնում ենք, ես նորից եմ կարդում, գիտեք, մարդը միշտ Աստծո օրհնությունները վերագրում է իրան։ Օրենքն է դաստիարակում մարդին, օրենքն է ջարդում մարդի հպարտությունը։ Պողոս առաքյալը մինչև այդ ինչպես էր իրան ճանաչում։ Մինչև այդ Պողոս առաքյալը ուրիշ բաներ ասում։ Ես Աբրահամի որդի եմ, Բենյամինի ցեղից, օրենքի կողմանի անարատ եմ, այսինքն օրենքի բոլոր պահանջները կատարել եմ, գողացող չեմ, չնացող չեմ, տասանորդը տալիս եմ, այդպես բան կա, որ ես չեմ կատարում, բայց հիմա այստեղ ուրիշ բան է խոստովանվում, ասում է ինձանից մեղավոր մարդ չկա, ես մեղավորների գլուխն եմ, ինչ աստիճանի է կոտրվի այս մեծ առաքյալը։ Քանզի ոչ թե բարին զոր կուզեմ կնեմ, այսինքն Աստծո պահանջները բարի են, դրանք չեմ կարող անեմ։ Հապա չարը զոր չեմ ուզեր զայն կնեմ։ Այսինքն որ ես չեմ ուզում մպարտանամ, հակառակն ուզում եմ խոնարհվեմ, ուզում եմ սիրեմ, ուզում եմ Աստծո պահանջները կատարեմ, ճիշտ հակառակն է կատարվում։ Հիմա այդ մարդին ինչ պետք է արվի։ Բայց ես կարդում եմ այս վիճակի մեջ նրա հավատքը։ Ես ուզում եմ տեսնենք Պողոս առաքյալը այս վիճակի մեջ ինչ քայլ արեց։ Նա Հուդայի ճանապարհով չգնաց ինքնասպանության, նա աշխարհել չգնաց այս պարտված վիճակում, հնարքների չդիմեց, ինչ արեց, որովհետև ներսի մարդուն նայելով Աստծո օրենքին կհավնի։ Հավատքը տեսակ, էսի վիճակներ, այդ ինչքան որ ինքը խոստովանում էր, իր վիճակներ,
բայց հավատքը հավանում եմ, ճիշտ է, ես մեղքի ցանկություններին չեմ կարող հաղթեմ, աշխարհասիրությանը չեմ կարող հաղթեմ, բայց ես նրան հավանություն չեմ տալիս, ես նրա հետ համաձայն չեմ, ես հավանում եմ Աստծո օրենքին, իսկ օրենքը մարդին ցույց է տալիս Քրիստոսին, այսինքն ես հավանում եմ Քրիստոս կյանքին, ես Հիսուս ջան քեզ եմ ուզում, պարտված եմ, բայց քեզի ստեցություն չեմ ասում, քո ոտքերի մոտից ուրիշ տեղ չունեմ գնալու, քանի հոգի կան, որ այս նույն խոսքերն են ասում Հիսուսին, այս հավատքը ունեն, քանի հոգի կան, որ սիրելիներ, իրանք հաստատ որոշել են, որ Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտից ուրիշ տեղ չունեն գնալու, թեկուզ ես շատ աճելու տեղ ունեմ, շատ մաքրվելու տեղ ունեմ, շատ թերություններ ու տկարություններ ունեմ, ես իմ մասին եմ ասում, բայց Հիսուսի մոտից ուրիշ տեղ չունեմ գնալու, տեսնում եք սիրելիներ, մարդը անարժան է, Պողոս առաքյալը խոստովանում է, որ ինքը անարժան է, հարց եմ տալիս, Աստված Սուրբ Հոգով մկրտեց Պողոս առաքյալին, բա ինչի հիման վրա տվեց, այդ ինչ էր արել, որ տվեց, Ստե գրած, որ գրածելներ լրիվ կատարել եմ, այդ ժամանակ տար կասենք, դե այդ մարդը կատարել է, դրա համար տվեց, ես մարդն ասում է, մոտ ոչինչ չի ստացվում, Սուրբ Հոգին տալուց հետո էլ, Սուրբ Հոգու պարգևներով էլ լցրեց այդ մարդին, Հիսուս ջան, այս մարդը չի աշխատել այդ բոլորը, չի հասել դրան, նրա չարչարանքները մնացել է ճանապարհի կեսին, բա դու ինչի տվիր այդ բոլորը նրան, և էսի հաճախակի մարդը վերագրում է իր արդարությանը, մեղքը էստեղ է սիրելիներ, պղծությունը պիղծ ամենածանր մեղքը սա է, այսօր որ դուք մի կտոր հաց ունեք ուտելու, որ այսօր դուք փափուկ անկողիներուն եք քնում սիրելիներ, և մարդը մտածում է, որ դե տենց էլ պետք է լիներ, բա որին վրա չծագեր արևելուն վրա պետք է ծագեր, այստեղ է, որ պետք է բժշկություն կատարվի սիրելիներ, այստեղ մի լուրջ գործ պետք է կատարվի, և Պողոս առաքյալը, եթե այս կամ բանը չհասկանար, իրան վրա գրելով ինքը լրիվ Քրիստոսից կհեռանար, եղբայրներ, քույրեր, բայց մենք դրանից հետո տեսնում ենք, որ 8-րդ գլխում ինքը ասում է, որ կյանքի հոգի օրենքը հայտնվեց, երկրորդ խոսքն եմ կարդում, քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգին օրենքը զիս ասատեց մեղքի է մավան օրենք են, սիրելներ, ինչի շնորհիվ, Այդ ինչի շնորհիվ է, որ Աստված արևը ծագեցնում է քո վրա ամեն օր, ինչի շնորհիվ է, որ ինչքան մահվան առիթներից դու փրկվել ես, ինչի շնորհիվ է, որ դու այսօր մի կտոր հաց ունես ուտելու, և ես էսի քեզ ուզում եմ ասեմ Հիսուս Քրիստոսի անունով, սա քո չարչարանքների արդյունքը չի, սա քո արդարության հատուցումը չի Աստծուց, մեկը կա, որ քո համար չարչարվել է, և ես բոլորը վաստակել է քեզ համար, Քրիստոսի խաչը Գողգոթան պետք է բացվի, պետք է փառավորվի Քրիստոսի խաչը, սիրելիներ, Քրիստոսի վերքերը պետք է փառավորվի, այսպիսի մարդին պատիժ է հասնում, այսպիսի մարդը արժանի է դժոխքի, բայց այս օրհնությունները ինչի շնորհիվ են թափում այս մարդի վրա, ոչ թե նա Պողոս առաքյալն էր դրա համար, նա Պողոս առաքյալն էր Քրիստոսի վերքերի շնորհիվ, ոչ թե իր չարչարանքների, և այսօր եղբայրներ, քույրեր, սատանան այդ բոլոր օրհնությունները այնպես է անում, որ վերագրվի քեզի, վերագրվի քո բարեպաշտությանը, վերագրվի քո բարի գործերին, քո արդարությանը, ոչ, այսօր բժշկության օր է, և Սուրբ Հոգին հավատքի բժշկություն է ուզում անել, դրա համար Պողոս առաքյալին շատ էր բացվել խաչելությունը, և ինքը այսպես է ասում սիրելիներ, տեսեք ինքը ինչ է ասում, որ հիմա հարց տանք Պողոս առաքյալին, Պողոս առաքյալ, դու ախր ասեցիր, դու խոստովանեցիր, որ ես խղճալի մարդ եմ, իմ մոտ չի ստացվում Աստծո պահանջները կատարեմ, բա այդ բոլոր օրհնությունները ինչի շնորհիվ քեզի, ես կարդում եմ Սուրբ գրքից, այդ որտեղից
այդ բոլորը քեզ հասան, դու պետք է պատժվիր, դու պետք է դժոխք կեթայիր։ Ես կարդում եմ Պողոս առաքյալի պատասխանը, բայց ես այդ օրհնությունների համար ասում, քավ լիցի որ պարծենամ, չեմ պարծենում իմ բարեպաշտությունով, իմ աղոթքների, իմ նվիրվածության ջերմեռանդությամբ, դրանով չեմ պարծենում, դրան չեմ վերագրում, հապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը, ալելույա, հասկացել էր մեծն առաքյալը, որ այս օրհնությունները, որ գալիս են իրա վրա, ինչ որ մեկը գին է վճարել, եւ դա Հիսուս Քրիստոսի չարչարանք արդյունքն է։ Փառավորեք Հիսուսի անունը, սիրելիներ։